Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որտեղ մենք ներկայացնում ենք առողջապահության ամենաթարմ նորությունները, բժիշկների մասնագիտական խորհուրդները եւ օգտակար տեղեկատվություն պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում մենք խոսենք հոդերի առողջությունից, արթրոզից, արթրիտից, եղանակային ցավերից եւ այն ամենի մասին, ինչը շատ հաճախ անվանում ենք տարիքային խնդիր, բայց կարող է հանդիպել նույնիսկ երեխաների մոտ։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Այսօրվա MedTime-ի համար ընտրել ենք մի թեմա, որը կարծես թե ծանոթ է բոլորին, բայց իրականում լի է խնդիրներով, սխալ պատկերացումներով եւ ամենակարևորը մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ MedTime հարցազրույցի այսօրվա մեր հյուրի բժշկական գիտությունների տեխնացու, ռևմատոլոգ, Varus Med կլինիկայի ղեկավար Վալենտինա Վարդանյանի հետ կփորձենք հասկանալ, թե ինչու են ցավում մեր հոդերը, արդյոք նույնն է արթրիտն ու արթրոզը, արդյոք կախված են մեր հոդերի ցավերը եղանակից, թե ոչ, եւ ինչպես անել, որպեսզի մեր կյանքը լինի ավելի առողջ։ Բարև ձեզ բժիշկ Վարդանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Միշտ սկսում ենք զրույցը նրանով, թե ինչու բժշկություն, ինչպես սկսվեց ձեր ճանապարհորդությունը բժշկության ոլորտում, կային արդյոք ինչ-որ մարդիկ, որոնք նպաստեցին, կամ ինչ-որ դեպք, որ տեղի ունեցավ, որը դրդեց նրան, որ ընտրեք այդ մասնագիտությունը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, միշտ սիրում եմ այսպիսի զրույցների մասնակցել, ինչու բժշկություն, իմ պարագայում երևի թե չկար այլ ուրիշ ընտրություն, որտեղ ես բժիշկների ընտանիքից եմ եւ աչքերս բացել եմ դա բժշկություն էր, խոսակցությունները բժշկության մասին եւ բնականաբար, երբ որ ժամանակն էր ընտրելու, ես գտնում եմ, որ 16-17 տարեկանը դեռ շատ շուտ է իմ կարծիքով ընտրելու հետագա մասնագիտությունը եւ իհարկե հիմա որ մտածում եմ հիմա էլ կընտրեի իհարկե բժշկություն, բայց այդ ժամանակ ես դեռ 17 տարեկան չկայի, 16 տարեկան էի, ընտրում էինք ընդհանրապես 15 տարեկանում, հա, 1-2 տարի առաջ եւ ուրիշ ոչինչ իմ մտքով չէր անցնում պարզապես, բայց չեմ փոշմանում։ Դա միանշանակ ես ուրախ եմ իմ ընտրության համար եւ ամեն օր արթնանում եմ, միշտ հաճույքով եմ գնացել աշխատանքի, շատ սիրում եմ մասնագիտությունը։ Մասնագիտության մասին խոսեցինք, նեղ մասնագիտությամբ ռևմատոլոգ եք։ Թվում է թե ինչ-որ ասած բարդ բառ, ով է ռևմատոլոգը, եթե փորձենք պարզ, եւ որ խնդիրների դեպքում ենք դիմում ռևմատոլոգին։ Տեսեք, ռևմատոլոգը այդ ամբողջ մասնագիտությունը ռևմատոլոգիան իր անունը վերցրել է ռևմատիզմ հիվանդությունից, այն ինչ որ այսօր կոչվում է ռևմատիկ տենդ, անունն էլ է փոխվել եւ շատ քիչ ենք հանդիպում, դա այդ հայտնի խնդիրն է, որը որ առաջանում է նշիկների բորբոքումից երեխաների մոտ, ներկայումս մենք բավականին հազվադեպ ենք հենց բուն ռևմատիզմը տեսնում։ Եվ ռևմատիզմը դա այն առաջին հիվանդությունն էր, կարելի է ասել, մարդկությանը հայտնի, որի ժամանակ նկարագրվել էր մարդու օրգանիզմի իմունային համակարգի, մեր պաշտպան իմունային համակարգի ուղղվելը օրգանիզմի դեմ։ Եվ նկատվել էր այն ժամանակ, որ ախտահարվում են նաև հոդերը այս հիվանդության ժամանակ, եւ այս ամբողջ ուղղությունը, այսինքն բոլոր այն հիվանդությունները, որոնք նման էին ռևմատիզմին, ընդգրկվեցին մի այսպիսի խմբի մեջ եւ սկսեց մասնագիտությունը կոչվել ռևմատոլոգիա։ Հետաքրքիր է, որ մեծահասակների ռևմատոլոգը բուն ռևմատիզմով չի զբաղվում։ Այսպես ասեմ, կարելի է մասնագիտությունը բաժանել երկու մասի։ Առաջինը դա հոդաբանությունն է։ Այսինքն ընդունված է մարդկանց, ովքեր ունեն հոդացավեր, հոդերում այտուց, շարժումների սահմանափակում, առաջին հերթին ուղղորդել ռևմատոլոգի մոտ, որպեսզի ռևմատոլոգը սահմանազատի հասկանա, սա ռևմատիկ խնդիր է, օրթոպեդիկ խնդիր է, թե ընդհանրապես հոդում ցավը հոդի հետ կապ չունի։ Դա մի խումբն է։ Մյուս խումբը հիվանդությունների էլ ավելի հետաքրքիր են, որտեղ այստեղ մենք զբաղվում ենք այն բոլոր խնդիրներով, որոնց ժամանակ իմունային համակարգը ուղղվել է օրգանիզմի դեմ։ Մեծ մաս այդ
աուտոիմուն խնդիրներով զբաղվում է հենց ռևմատոլոգը։ Իսկ ինչը դրթեց ընտրելու ռևմատոլոգիան։ Օй, այդ շատ հետաքրքիր է, սա ինձ թվում է ճակատագիր է, ես դա միշտ պատմում եմ։ Իրականում ռևմատիկ հիվանդություն ուներ իմ տատիկը, ում անունը ես կրում եմ, ում չեմ տեսել ցավոք, որտեվ ես ծնվել եմ, ինքը արդեն 5 տարի եւ ավել չկար եւ ինքը հիվանդ էր դերմատոմիոզիտով, մի հազվադեպ ռևմատիկ հիվանդություն եւ ես դա անդադ լսել եմ, որ տատիկը ուներ աուտոիմուն հիվանդություն, դերմատոմիոզիտ եւ այլն, այն ժամանակ դեռ մտքովս չէր անցնում, որ հնարավոր է, որ ես դառնամ ռևմատոլոգ, որտեվ ես ինստիտուտը ավարտում էի 2003 թվականին, երբ պոպուլար չէր բացարձակապես ռևմատոլոգիան, բոլորս ցկտում էինք դառնալ մանկաբարձ գինեկոլոգ, ակնաբույժ եւ ես ուզում էի դառնալ ակնաբույժ։ Հետո կյանքը այնպես դասավորվեց, որ որպես բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկը այն ժամանակ նոր էր սկսել ուրեմն ուսուցում անգլերեն լեզվով եւ այն ժամանակվա մեր ռեկտորը Հարգարժան Վիլեմ Պարուչը առաջարկեց բոլոր այն անձանց, ովքեր որ գերազանցիկ են, հանձնել անգլերենի քննություն եւ ով որ ստացել էր 8-ից բարձր, մեզ առաջարկվեց մնալ ամբիոններում եւ անվճար կլինարդինատուրա եւ հետո արդեն 5 տարի պարտավորվում ենք աշխատել ամբիոնում։ Ես էլ այդ ժամանակ նոր ունեցել էի առաջնեկին, այսպես ասեմ, այնպիսի ժամանակ էր, որ երազանքների մասին չէինք մտածում, ավելի պրակտիկ էի մտածում, ինչ որ պրակտիկ բան էր, տեղեր պետք աշխատելու, որտեղ փոքր երեխա ունեի, նորածին, եւ այդ առաջարկվող ցանկից մասնագիտություններից մեկը կլինիկական ֆարմակոլոգիան էր։ Եվ ես ընտրեցի իմ առաջին մասնագիտությունը կլինիկական ֆարմակոլոգիա, ես գնացել եմ առաջի հիվանդանոց, այնտեղ կլինիկական մասն էր եւ հենց առաջի օրը ուրեմն Բորոյանը Ռոմեո Կաշը մեր ամբիոնի վարիչը հարցրեց, ասեց դու սիրում ես կուզենաս պացիենտների հետ զբաղվես, ու իհարկե, թե ավելի շատ ուզում ես լաբորատորիա, ասում իհարկե, ասում ես կուզենամ պացիենտների հետ, բա գնացինք, դուռը բացվեց, մի տղամարդ նստած եւ ով էր այդ տղամարդը իմ ուսուցիչը հետո դարձավ Բեգլարյան Արտաշեսը շատ հայտնի ռևմատոլոգ ցավոք նույնպես մահացել է վերջերս եւ այդ օրվանից ի վեր ես հասկացա, որ ես պիտի դառնամ ռևմատոլոգ։ Այդ առաջի սեպտեմբերի, չգիտեմ, 2-ն էր թե 3-ն էր 2003 թվականի, ես ավարտեցի այդ մի արդինատուրան, հետո ուրիշ արդինատուրա եւ այլն եւ ի վերջո դարձա ռևմատոլոգ եւ հիմա մտածում եմ, որ դա ճակատագիր էր երևի։ Իսկ ինչ զարգացվածություն ունի ռևմատոլոգիան Հայաստանում, ինչ կուզեիք, որ փոխվեր, ուր ենք գնում դեպի, ինչ ցկտումներ կան զարգացման համար։ Ասեմ, եւ դա իմ կարծիքով գովելի է, ռևմատոլոգիան վերջին տարիներին դարձավ բավականին պոպուլար ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, որովհետեւ պարզվեց, որ տեղագործական կամպանիաները ստեղծեցին դեղորայքներ, որոնք որ ռևմատոլոգիայի առումով բավականին հեղափոխական են եղել, սրանք բիոլոգիական պրեպարատներն են, տարգետային պրեպարատներն են եւ պարզվեց, որ սրանք փակուղի հանդիսացող հիվանդություններ չեն։ Այս հիվանդությունները կարելի է եւ բուժել եւ կանգնեցնել։ Իհարկե շատ հիվանդությունների ժամանակ մենք լիարժեք վերացման մասին չենք կարող խոսել, բայց սրանց մեծ մասը մենք կարող ենք կանգնեցնել եւ առաջվա պոտենցիալ մահացու հիվանդություններ կային ռևմատիկ, իրենք այլևս մահացու չեն, եթե մենք ախտորոշել ենք վաղ այս հիվանդությունները եւ ամբողջ աշխարհում շատ պոպուլար դարձավ եւ նաեւ Հայաստանում եւ դրա շնորհիվ բավականին երիտասարդ է մեր ուղղությունը։ Կարելի է ասել, որ ես եւ իմ տարիքի գոլեգաները, ես 45 տարեկան եմ, մենք մեծերը այսօր իհարկե կան, դեռևս մենք ունենք, մեր ուսուցիչներ կան իհարկե, բայց մեծերը կոպիտ ասած մենք դարձանք եւ շատ երիտասարդներ ունենք, որը հիանալի է, ես գտնում եմ, որովհետեւ այսօր խելացի երիտասարդը ձեռքերում ունի շատ գործիքներ լավ մասնագետ դառնալու, վերապատրաստվելու եւ ես էլ ունեմ սաններ, որոնց որ դա էլ եմ, ոչ միայն ռևմատոլոգիան ենք սովորեցնում, երբեմն իրենք են ինձ սովորեցնում հիմա արդեն, բայց նաեւ չվախենալ, գնալ առաջ, փորձել գտնել հնարավորություններ արտասահմանում վերապատրաստվելու, գնալու, սովորելու, բացելու աշխարհ հայացքը եւ հավատացեք ռևմատոլոգիան մեր մոտ բավականին լավ մակարդակի վրա է,
բժիշկների պատրաստվածության տեսակետից, դա միանշանակ ես կարող եմ ասել։ Հաջորդը ինչ խնդիր մենք ունենք դեղորայքների հասանելիության խնդիր, որ այն ինչի մասին ես խոսեցի, այդ բիոլոգիական տարգետային պրեպարատները, որոնք որ եւ հեղափոխել են բժշկությունը, այսօր դեռ հասանելիությունը պացիենտներին դեռ այսպես կաղում է, բայց իհարկե մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դրանք հասանելի լինեն։ Դա իհարկե խնդիր է մեզ համար, բայց ես գտնում եմ լուծելի խնդիր է, անլուծելի ոչինչ չկա, եւ ես շատ գոհունակությամբ կարող եմ հայտնել, գիտեք, երբեմն պացիենտները ասում են, թե գիտեք, մենք հնարավորություն ունենք գնալու դուրս, հետազոտվելու եւ այլն, եւ նու վերջին տարիներին դեռ ոչ մի դեպք չեմ ունեցել, որ մեկ ուրիշ բան ասեն տարբերվող մեր ասածից, տարբերվող ախտորոշում եւ հազվադեպ է լինում իհարկե եւ դա գովելի է։ Այսինքն մենք զարգանում ենք համընթաց, որոշ տեղերում ունենք դեռ գնալու առաջ, դա էլ մոտիվացնող է, որ ավելի զարգանանք։ Սովորաբար, երբ որ հոդացավերի մասին են խոսում, միանգամից ասում են արթրիտ, արթրոզ, ու սկսում է այդ խառնաշփոթը տերմինաբանության մեջ։ Եկեք փորձենք շատ պարզ հասկանալ, ինչի նկատի ունենք ասելով արթրիտ եւ ինչ նկատի ունենք ասելով արթրոզ։ Տեսեք, արտրոզը աստիճանաբար փոխարինվելու է շուտով, օրինակ նոր այդ ICD-ն, այդ հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ արտրոզ գրեթե չկա, որովհետև այդ հիվանդությունը այսօր կոչվում է օստեոարտրիտ։ Բացատրեմ։ Տեսեք, կան բորբոքային արտրոպաթիաներ, այսինքն հիվանդություններ, որոնց ժամանակ հոդի թաղանթը բորբոքվում է ինքն իրեն։ Սրանք մեծ մասը աուտոիմուն են, աուտոբորբոքային են, այսինքն սրանք իմունային համակարգի հիվանդություններ են եւ կարող են լինել երիտասարդների մոտ եւ պարտադիր չի դրա համար ունենալ ինչ-որ տրավմատիկ իրավիճակ, ավելորդային քաշ կամ ինչ-որ մի բան։ Հիվանդությունը զարգանում է, որովհետեւ պիտի զարգանա, որովհետեւ կան գենետիկ գործոններ, արտաքին միջավայրի գործոններ, որոնք puzzle-ի նման միանում են իրար, հիվանդությունը կնոպկայի նման այսպես միանում են։ Բայց դրանք արտրիտներն են, ռևմատոիդ արտրիտը, պսորիատիկ արտրիտը, սպոնդիլոարտրիտը, արտրիտը տարբեր աուտոիմուն հիվանդությունների ժամանակ։ Եվ կա արտրոզ ասվածը, որը ավելի շատ հոդաճառի, այսպես կոչված կրճիկի դեգեներացիայի հետ փոխկապակցված հիվանդություն է։ Մենք ասում ենք, որ այնպես ինչպես սպիտակում է մազը, կնճռոտվում է մաշկը, այն նույն ձևով հոդաճառը ծերանում է, եւ սա անխուսափելի մի process է։ Եթե մենք վերցնենք 3 հոգի, մեկը 18 տարեկան, ոչ ոք չունի հոդացավի դեպք։ Մեկը 18 տարեկան, մյուսը 40 տարեկան, մյուսը 60 տարեկան եւ ռենտգեն կատարենք, վիզուալիզացնենք։ Մենք կտեսնենք, որ հոդը տարբեր վիճակում է։ Հասկանում եք, այսինքն նույնիսկ եթե պացիենտը չունի ցավ, գանգատ չունի, հոդը ծերանում է, հա? Ինչ է լինում սրա հետևանքով, հոդաճառը դառնում է անհարթ, մաշվում է եւ իրեն հարող թաղանթը երբեմն բորբոքվում է։ Եվ այս պացիենտները նույնպես կարող են ունենալ արտրիտ ասված, այսինքն բորբոքումը։ Եվ դրա համար մենք դասական անատոմիային հակասող բան ենք ասում ռևմատոլոգներով այսօր։ Ասում ենք կա արտրիտները բաժանվում են երկու խմբի՝ բորբոքային արտրիտներ, այն ինչի մասին առաջինը խոսեցի, եւ ոչ բորբոքային արտրիտներ։ Դա օստեոարտրիտն է, արտրոզն է, տարիքային արտրոզը, որը կարող է այնտեղ կա նաեւ բորբոքային կոմպոնենտ։ Եվ այստեղ մենք արդեն կասենք այս խնդրի կանխարգելիության մասին, հա, հատկապես եթե մենք խոսում ենք ծնկան հոդի օստեոարտրիտի մասին, ոտնաթաթերի ախտահարման մասին, որովհետև մենք գիտենք, որ այն հոդերը, որոնք տանում են ծանրություն, իրենք առավել հակված են այդ արտրոզի կամ օստեոարտրիտի զարգացման եւ խնամելով, ճիշտ սպորտով զբաղվելով, ճիշտ չավելացնելով քաշը եւ այլը մենք կարող ենք այդ process-ը կանխարգելել։ Այդ դուք արդեն նշեցիք նաև տարիքային առանձնահատկություններ, չգիտես ինչու սովորաբար ասում են, որ արտրիտը դա մեծահասակներին բնորոշ հիվանդություն է, ու չգիտես ինչու հոդացավերն էլ, չէ՞, ասոցացվում է մեծահասակների հետ, բայց չէ՞ որ երեխաների մոտ էլ է հանդիպում եւ ինչ առանձնահատկություններ կան մեծահասակների եւ երեխաների։ Այ ես արդեն նշեցի, տեսեք, այո, բորբոքային արտրիտների մեծ մասը, այն ինչի մասին ես խոսեցի սկզբից, այսինքն թաղանթը բորբոքվեց ինքն իրեն։ Բորբոքային արտրիտների մեծ մասը երիտասարդների մոտ է հանդիպում։
Այսինքն սրանք ավելի երիտասարդ տարիքում հանդիպող հիվանդություններ։ Այսինքն դա շատ ավելի միֆականացված է, որ արթրիտը եւ հոդացավերը դա մեծերին բնորոշ։ Մենք ունենք նույնիսկ հիվանդություններ աուտոիմուն, որոնք որ մեծ տարիքում ախտորոշելը կազուիստիկա է, այսինքն չպիտի լինի։ Օրինակ համակարգային կարմիր գայլախտը երբեմն լինում է կասկածով ուղարկում են մեզ 70 տարեկանում, ասում ենք շատ քիչ հավանական է, շատ մեծ է։ Այս հիվանդության սկզբի համար պետք է ուրիշ բան փնտրենք, հա։ Այսինքն բորբոքային ռևմատիկ հիվանդությունների մեծ մասը հանդիպում է երիտասարդ տարիքում։ Մի քանի հիվանդություն ունենք իհարկե, որոնք մեծահասակների են բնորոշ։ Էլի բայց բորբոքային են, օրինակ ռևմատիկ պոլիմիալգիան, օրինակ հսկաբջջային արտերիտը եւ այլն, իրանք հակառակը 60-ից հետո են նոր հանդիպում։ Բայց մնացածը առավել հանդիպում է երիտասարդ տարիքում ու սկսվում են որպես օրենք մինչև 60 տարեկան տարիքը։ Իսկ արտրոզը, այդ օստեոարտրիտը, տարիքային արտրիտը, աճառի դեգեներացիայի հետ փոխկապակցված արտրիտը, այն բնորոշ է ավելի շատ մեծահասակներին։ Իսկ կան ինչ-որ նշաններ, որոնց դեպքում օրինակ ծնողները, որովհետև սովորաբար երեխաները ավելի քիչ են, չէ՞, խոսում իրենց գանգատների մասին, ավելի ծնողը պետք է ուշադիր լինի։ Կան օրինակ ախտանշաններ, որոնք արդեն զանգակի նման գործոն են, որ պետքա ծնողը ուշադիր լինի եւ դիմի ռևմատոլոգին։ Այո, իհարկե, բնականաբար հատկապես դժվար է դա բալիկների առումով, եթե դեռ չեն խոսում կամ չեն կարողանում բացատրել, առաջին դա քայլքի խանգարումն է։ Այսինքն եթե նկատում է, որ լավ չի քայլում։ Եթե լողացնելուց, լոգանք ընդունելուց կամ ինչ-որ նկատում են, որ ինչ-որ ասիմետրիա կա հոդերի մեջ, ինչ-որ մեկը այտուցված է։ Եթե երբեմն բալիկը լինում է ձեռքը ցավում է, ինչ-որ միտեղ արմունկը, ուսը, եւ ինքը չի գանգատվում, բայց չի օգտագործում այդ ձեռքը, հա, միշտ ինչ անում է, մյուս ձեռքով է անում, հա, պետք է այդ դեպքում անպայման ուշադիր լինել, այսինքն շարժունակության, քայլքի կամ հագցնելուց ինչ որ մի որևէ շարժում, երբ որ հրաժարվում են կատարել, հա, այս դեպքում անպայման պետք է անհանգստանալ, առավել եւս եթե աչքով նկատելի է հոդի տեսքի փոփոխությունը։ Իսկ ինչպես է իրականացվում ախտորոշումը, լաբորատոր, նույն գործիքայինը, սովորաբար ախտորոշիչ գիտենք, որ MRT-ն է, CT-ն է, ռենտգենն է, արթրիտի դեպքում։ Տեսեք, եթե մենք ունենք ծայրամասային արթրիտ, այսինքն որտեղ տեսեք ողնաշարները հոդերից կազմված են, այնտեղ մենք կենտրոնական են արթրիտները եւ երբեմն մինչեւ որ մենք ինչ որ հետազոտություն չանենք, մենք չենք կարող ախտորոշել, բայց ծայրամասային արթրիտները տեսեք ամենակարևորը եւ դա նորից դասական այդ պրոպեդևտիկայի կանոններն են, որ մի մասնագիտություն, որը ինստիտուտում մենք անցնում ենք, այսինքն ինչպես մոտենալ պացիենտին եւ ինչպես գալ ախտորոշման։ Առաջինը գանգատը, հիվանդության պատմությունը, կյանքի պատմությունը եւ զննությունը, այսինքն պիտի պացիենտին զննենք։ Եթե հոդաբորբը, արտրիտը շատ արտահայտված է, մենք կարող ենք նույնիսկ առանց որևէ գործիքային վիզուալիզացիայի հասկանալ, որ մենք գործ ունենք այստեղ արտրիտի հետ։ Սա միանշանակ արտրիտ է, հա? Եվ բնականաբար այստեղ մեր համար մեծ նշանակություն ունեն զուգակցող սիմպտոմները։ Օրինակ, եթե մեր պացիենտը եկել է հանկարծակի ծունկն այտուցվել է եւ ինքը մեզ պատմում է, որ մանկուց ունի պսորիազ հիվանդությունը, մենք սկսում ենք մտածել պսորիատիկ արթրիտի մասին։ Եթե մեզ պացիենտը կասի, որ ոտքի առաջին մատի այդ հիմնական հոդն է բորբոքված եւ այս ամբողջը սկսել է առատ ճաշկերույթից հետո ալկոհոլ օգտագործելուց հետո մենք մտածելու ենք, որ սա պոդագրա է։ Եթե մենք ունենք երկու մատները ձեռքի միաժամանակ այտուց կարկամություն առավել արտահայտված առավոտյան ժամերին, մենք մտածելու ենք ռևմատոիդ արթրիտի մասին, այսինքն ամեն մի հոդային հիվանդություն ունի իր այցեքարտը, այսպես ասած։ Այսինքն սա շատ կարևոր է առաջինը կլինիկորեն մոտենալ պացիենտին։ Եթե մենք ուզում ենք հաստատել, որ սա արտրիտ է, մեզ պետք է վիզուալիզացնել փափուկ հյուսվածքները։ Ամենահեշտ էժան ռուտին հետազոտությունը դա հոդի սոնոգրաֆիան է, այսինքն ուլտրաձայնային հետազոտությունը,
Եթե մեզ պետք է խորությամբ հոդը հետազոտել, մեզ պետք է MRT հետազոտությունը, որպեսզի մենք հոդի բոլոր թաղանթները, դա ռուտին չէ, երբեմն մենք դա օգտագործում ենք այն դեպքում հատկապես օստեոարտրիտով, արտրոզով պացիենտների շրջանում, երբ որ ուզում ենք հասկանանք միգուցե ռևմատոլոգը չպիտի այս պացիենտով զբաղվի, այլ պացիենտը պետք է ուղղորդվի արդեն օրթոպեդի մոտ։ Պատկերացրեցի հաջորդ եւ այո, եւ մենք ունենք շարք հետազոտությունների լաբորատոր, որոնք որ օգնում են մեզ, իրենք օգնող նշանակություն ունեն ախտորոշումը հաստատելու համար։ Եւ կան հիվանդություններ, որոնք միշտ այսպես կոչված սերոպոզիտիվ են, այսինքն օրինակ համակարգային կարմիր գայլախտը, հա։ Եթե մենք չունենք արյան մեջ համապատասխան մարկերները, մենք ասում ենք, որ շատ մեծ հավանականությամբ այստեղ ինչ որ ուրիշ բան է, բայց կան հիվանդություններ, որոնք կարող են լինել սերոնեգատիվ, կարող է հիվանդությունը լինի, բայց արյունը լինի մաքուր։ Այսինքն մենք ավելի շատ իհարկե կլինիկայի վրա ենք հիմնվում, մնացածը օգնող են լինում։ Դուք նաև նշեցիք լաբորատոր հետազոտությունների մասին, շատ հաճախ նաև լսում ենք, չէ՞ որ մարդիկ հոդացավեր են ունենում ու որոշում են ինքնաբուժությամբ ինչ որ դեպքերում զբաղվել, ասում են դե երևի կալցիումս պակաս է, որ կալցիում ընդունեմ, կա արդյոք կապ հոդացավերի եւ կալցիումի մակարդակի միջև։ Կալցիումի մակարդակի միջև հոդացավերի մեջ առանձնապես կապ չկա, մենք իհարկե ունենք իրավիճակներ, երբ որ կարող է լինել հիպերկալցիա, ինչ որ լինի ուռուցքային հիվանդություն, լինի պարանեոպլազիա, ուռուցքին կից լինի հիպերկալցեմիա, դա բերի ինչ որ հոդացավերի եւ այլն, բայց այն ինչ ասում են, այսինքն արյան մեջ կալցիումը նորմալ է, ուրեմն ես չունեմ հոդային խնդիր, ոչ, մենք դրա մասին չենք խոսում, կալցիումի մակարդակը եւ ոսկրում կալցիումի քանակը, որը արյան մեջ կալցիումով չենք որոշում, մեկ այլ խնդրի այցեքարտն է օստեոպորոզի։ Այսինքն մենք նաեւ զբաղվում ենք օստեոպորոզ, մեկ այլ տարիքային ոսկրահոդային հիվանդություն, ոսկրային հիվանդություն, որը էլի շատ մասնագիտությունների սահմանագծի վրա է գտնվում ռևմատոլոգիա, էնդոկրինոլոգիա, նու օրթոպեդիա, ինչու ոչ, հա, եւ այստեղ կալցիումի քիչ քանակը կամ պակասը սննդում եւ շատ այլ ռիսկի գործոններ կարող են բերել օստեոպորոզի, հատկապես նպաստում են նրան, որ հատկապես կանանց մոտ դաշտանա դադարում եւ տղամարդկանց մոտ 50 տարեկանից հետո զարգանա օստեոպորոզ, բայց օստեոպորոզը ինքը համր հիվանդություն է, մինչեւ այն պահը, որ մի բան չկոտրենք։ Դրա համար կալցիումի հետ կապել պետք չէ։ Բայց սովորաբար չգիտես ինչու այդպես վիտամին D-ի հետ, կալցիումի հետ, շատ է կապում։ Ինքնաբուժություն հետո ասում խմում եմ, բայց չի օգնում։ Ասեն ավելի ճիշտ է դիմել ռևմատոլոգին, մինչև այդ կալցիումը չարաշահել է։ Կասեք, երբ որ արդեն ախտորոշվեց, որ պացիենտի մոտ արտրիտ է, որ փուլից կամ ինչ ընթացք է ունենում բուժումը, այսինքն դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, ինչ փուլերով է անցնում դեպի ապաքինում եւ արդյոք դա ամբողջությամբ կարող ենք ասել, որ պացիենտը ապաքինվել է, թե այնուամենայնիվ ինչ որ բաներ մնում են, որոնց ինքը պետք է ուշադիր լինի, հետեւողական լինի եւ այլն։ Տեսեք, այստեղ նորից մի քիչ տարբեր է մոտեցումը բորբոքային եւ ոչ բորբոքային։ Ես ճիշտ եմ հասկանում, ավտոիմուն եւ բորբոքային։ Տեսեք, կա ավտոիմուն, ավտոբորբոքային, սրանք իմունային համակարգի հիվանդություններ են եւ կա այդ դեգեներատիվ օստեոարտրիտը, նա մի քիչ այլ է, սրա մասին է կխոսենք, բայց եթե մենք գործ ունենք ռևմատիկ բորբոքային, ավտոիմուն կամ ավտոբորբոքային հիվանդության հետ, այստեղ մոտեցումը այսպիսինն է։ Այս հիվանդությունները սովորաբար քրոնիկական բնույթի հիվանդություններ են, սրանց մեծ մասը գլոբալ առումով անբուժելի են, այսինքն մենք հիվանդությունը վերացնել, լիարժեք անել այնպես, որպեսզի հիվանդությունը վերանա, մենք չենք կարող։ Բայց ինչ կարող ենք մենք անել հիմա, այսինքն որ պացիենտը մեզ գալիս է մեզ մոտ, մենք ունենք երկու նպատակ։ Առաջինը, մենք պիտի հանենք պացիենտին սրացումից, այսինքն մենք պացիենտին սրացումից հանում ենք, եւ երկրորդը մենք պիտի կանգնեցնենք հիվանդությունը, թույլ չտանք, որպեսզի նոր սրացումներ զարգանան, ինչպես նաեւ թույլ չտանք, որ նորանոր հոդեր ախտահարվեն եւ ախտահարված հոդերը ել ավելի շատ վնասվեն, հա։ Այս նպատակով երկու խումբ պրեպարատներ են կիրառվում, հենց պացիենտը մտավ, առաջինը հենց դա ենք անում։ Ներարկումների վերաբերյալ շատ այսպիսի բան հարց է, պոպուլյար, արդյոք պետք է հոդերի մեջ ներարկեն կամ չէ։ Ուրեմն հոդային ներարկումները բաժանվում են երկու խմբի, առաջինը դա
Հակաբորբոքային ներարկումներն են, երբ որ մենք ներարկում ենք արտրիտը բուժելու համար, սովորաբար գլյուկոկորտիկոիդներ ենք օգտագործում եւ պացիենտների մոտ շատ միֆեր կան դրանց վերաբերյալ, այ հոդի մեջ չի կարելի ներարկել, հոդի մեջ ներարկել կարելի է, բայց պետք է մասնագիտացված ռևմատոլոգը դա կատարի կամ օրթոպեդը դա կատարի ըստ ցուցումների ես երբեմն համեմատում եմ, ասում եմ, որ ներհոդային ներարկում կատարելը կարծես թե ասենք թե դուք գաք գլխացավ լինի եւ մենք գլխացավի հապ տանք։ Այդ պահին գլխացավը հանում ենք, սա հարցի լուծում չէ, պետք է հասկանալ խնդիրը ինչու է հոդը բորբոքվել եւ հիմնովին փորձել կանգնեցնել հիվանդությունը սրացումից պացիենտին հանել։ Բայց այս պահին, երբ որ ասենք, թե եկել է պացիենտը չի կարողանում քայլել, սրունքթաթային հոդը այտուցված է, ծունկը, մենք օգնում ենք դրանով։ Երբեմն պացիենտները հրաժարվում են, որտեղ շատ վատ բաներ են լսել, վատ է, ասում են, եթե ներարկենք, եթե հեղուկը հանենք, նորից կլծվի, այո, կլծվի, եթե հիվանդությունը չբուժվի։ Ֆիզիոթերապիան այդքան էլ չենք սիրում մենք, որովհետև այդ ֆիզիոթերապևտիկ այդ տոկեր ասվածը եւ այլն բորբոքային ռևմատիկ հիվանդությունները կարող են սրացնել, այստեղ ավելի խորհուրդ ենք տալի բուժական ֆիզկուլտուրան։ Այդպես։ Ինչ վերաբերում է օստեոարտրիտին, արտրոզին, այդ մաշմանը աճառի, այստեղ առաջին պիտի հասկանանք ով է զբաղվում։ Եթե կան մեծ ստրուկտուր փոփոխություններ, միանշանակ պացիենտը ուղղորդվում է օրթոպեդի մոտ, որովհետև ռևմատոլոգը չի կարող այստեղ այս պարագայում օգնել։ Իսկ վաղ փուլերում, եթե դեռ տեղ կա կոնսերվատիվ բուժման, էլի նշանակվում է բուժում եւ այստեղ արդեն մենք կխոսենք որոշ ֆիզիոթերապևտիկ միջոցառումների, վարժությունների մասին, օժանդակ միջոցների հենակներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ, շատ ապացուցված բաներ են իդեպ։ Եվ այստեղ արդեն հատկապես եթե խոսքը գնում է ծնկան հոդի օստեոարտրիտի մասին, բորբոքման ժամանակ կարող են կիրառվել նորից այդ հակաբորբոքային ներարկումները, իսկ այն դեպքերում, երբ մենք ունենում ենք հակառակը հոդի չորացում, այսինքն ներհոդային հեղուկի քանակի խիստ նվազում, այս պարագայում բավականին արդյունավետ են հիալուրոնաթթվի ներարկումները։ Ես օրինակ, եթե պացիենտը արդեն պիտի ստանա հիալուրոնաթթվի ներարկում, ես արդեն ուղղորդում եմ օրթոպեդի մոտ, ես գտնում եմ, որ այն պահին, երբ որ կոճակները եւ ստերոիդների ներարկումները ավարտվեցին օստեոարտրիտով պացիենտի առումով, ռևմատոլոգը անելիք չունի։ Ավելի կոմպետենտ է օրթոպեդը միայն։ Իսկ կան սովորություններ, որոնք մեր ամենօրյա կյանքում կարող են օգնել, որ մեր հոդերը ավելի երկարաժամկետ, այսպես ասած, մեզ ծառայեն եւ մաքսիմալ ուշ ցավերը հայտնվեն։ Տեսեք, սովորություններ, սկզբից ասեմ, որ սովորություններն են վնասում։ Առաջինը բնականաբար դա ավելորդային քաշն է, շատ ապացուցված բան է ստորին վերջույթների հոդերի օստեոարտրիտի համար եւ սա շատ կարեւոր է, որ ինչ հասկանում ենք տարիք է, կանանց մոտ դաշտանադադար է, հորմոնալ խանգարումներ են եւ այլն, որոշ բաներ անխուսափելի են, նստակյաց կյանքը եւ այլն, այսինքն պետք է անպայման դրան հետեւել, փորձել մաքսիմալ մնալ այդ քաշի մեջ, այս կողմեն կողմ, այդ մեկ։ Երկրորդը ինչն է վնասում, վնասում են գերծանրաբեռնվածությունները, ծանրություններով, աստիճաններով բարձրանալ իջնելը, կանանց մոտ հերոսությունները, կանայք սիրում են հերոսություններ անել, չգիտեմ, ամռանը 1 ամիս արձակուրդում է, անպայման պետք է այդ պահածոները, ծաղտուտը պետք է մաքրի, բուրդը եւ այլն, դրանք գերծանրաբեռնված, որոնք վնասում են, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սպորտ դահլիճում հիմա շատ չէ, կան սպորտ դահլիճներ։ Այդ է ուզում ասել, որ գնում ենք ծանր քաշերով շուտ մի հարեմ ծով գնալու ժամանակ։ Եվ դա էլ այսօր մենք շատ սպորտ դահլիճներ ունենք եւ մենք անընդհատ այդ վեճի մեջ ենք, կռվի մեջ ենք մեր պացիենտների հետ, խնդրում ենք ձեզ, հատկապես ովքեր ունեն օստեոարտրիտ, ում արդեն հոդը մաշված է, մենք խնդրում ենք ծանրություններով ծանր գրավիտացիոն նագրուսկայով վարժություններ մի արեք, որովհետև դրանք էլ ավելի շատ են խորացնում վնասվածքը, բայց ինչ է այստեղ պետք, ինչ անել, որպեսզի հոդերը ավելի երկար ծառայեն, իհարկե առաջին ասացի դա քաշն է,
Մենք շատ սիրում ենք վարժություններ, բայց վարժություններ առանց ծանր գրավիտացիոն ինչ-որ ծանրաբեռնվածության, այսինքն այսպես կոչված կարդիո վարժություններ կան, չէ, թռվռալ, այդ հեծանիվ բան այդքան օգտակար չեն ստորին վերջույթների հոդերի առողջության համար։ Բայց մենք շատ խորհուրդ ենք տալի յոգա, տայշի, հա, այդ իզոմետրիկ սթրեչինգ վարժությունները, որոնք բալանսն են որոնք պահում, բալանսը պահում են, հա, եւ միշտ մենք ասում ենք, այո, ձեզ սպորտ դահլիճ պետք է, որտեղ բոլորը ասում են, բայց մենք խնդրում ենք կամ ինդիվիդուալ որևէ մեկը ձեզնով զբաղվի, կամ խնդրում ենք, որտեղ ես ինքս հաճախում եմ ու ես գիտեմ դա այդ մրցակցություն է, ինքը անում է, ես էլ անեմ, հələ տես ինքը։ հա, ինքը 60 կիլոգրամով վարեց, ես էլ անեմ, չգիտեմ, ինքը 3-4-5 րոպե պլանկա կանգնեց, ես էլ կանգնեմ եւ այլն, պետք է միշտ սեփական օրգանիզմի հնարավորությունները ճիշտ գնահատել, որովհետեւ այդ հետո հիանալի մարզաձև է լողը հիանալի մարզաձև է, այնտեղ որտեղ կարելի է եւ բոլոր մկանները իհարկե ճիշտ լողալ իմանալու պարագայում իմ ամենասիրված սպորտաձևն է եւ միշտ իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս եւ մեջքը ուրեմն պահող մկանները բոլոր մկանները հավասարաչափ կարելի է ասել ներգրաված են process-ի մեջ այդ սպորտաձևը թույլ է տալի թեթև ձևով կորցնել բավականին կալորիաներ, շատ կալորիա ծախսող սպորտ է եւ իրոք մեր պացիենտներին կարելի է ասել ամենաշատը սա ենք խորհուրդ տալիս հատկապես օրինակ ողնաշարի բորբոքային հիվանդություններ ունեցողներին մենք միշտ իրենց խորհուրդ ենք տալի մարզվել եւ առաջինը ինչի մասին խոսում ենք ասում ենք լող եթե լողալ գիտեք գնացեք շաբաթական գոնե 3 անգամ լող եթե չգիտեք գնացեք սովորեք որովհետեւ ինքը շատ լավ սպորտաձև է Շատ հաճախ, երբ որ էլի հոդերի մասին խոսում են, հատկապես տատիկներից ենք լսում, որ ձմռանը ասում են միշտ հոդերս ցավում են։ Այստեղ որտեղ է իրականությունը, որտեղ միֆը եւ կա արդյոք եղանակային կախվածություն հոդացավերի։ Միֆեր կան, շատ բացի այդ ցուրտ ժամանակների միֆից, մեկ այլ բան է քննարկվում, որ խոնավ տեղ, ուրեմն հոդացավերը շատ են եւ այլն, մենք միշտ այդ դեպքում ասում ենք, որ գիտեք, այդ տրամաբանությամբ որ մտածենք, ուրեմն Աֆրիկայում մարդիկ պիտի չունենան հոդացավեր կամ ռևմատիկ հիվանդություններ, տեսեք, սա միֆ է, միանշանակ, այստեղ կա ուրիշ բան։ Մարդիկ կան, որոնք որ մեծեուս գայուն են, հա, իրոք իրենք զգում են այդ եղանակի եւ Սովորաբար կոտրվածքների դեպքում էլ են, չէ՞, ասում, որ եւ այդ պարագայում, այսինքն, չգիտեմ, եղանակն ապահովում ինչ որ սիտուացիայում կարող է հոդացավը էլ ավելի արտահայտիչ դառնալ, բայց նույն բանը կասեն մեզ պացիենտները, ովքեր ունեն զարկերակային հիպերտենզիա, կասեն դեղորայքը խմում եմ, բայց չգիտեմ անձրևոտ եղանակի զգում եմ մի 10-ով 20-ով կարծես թե բարձրանում է ճնշումը։ Սա այդ զգայունությունն է եւ միանշանակ ցուրտ եղանակը այդքան, բարձր ցուրտ եղանակին, երբ որ սառույց է դուրսը, պետք է զգույշ լինել չնեղել։ Իսկ ինչ որ խորհուրդներ կան այն մարդկանց, ովքեր այնուամենայնիվ արդեն ունեն արտրիտ, արտրոզ, ինչպես նախապատրաստվեն, հեսա մենք արդեն ցուրտ եղանակներն են սկսում, ինչպես իրենք պատրաստվեն, ինչպես ճիշտ խնամեն իրենց, որպեսզի այդ ցավերը ավելի քիչ լինեն։ Տեսեք, եթե խոսքը գնում է հենց բորբոքային հիվանդություններ ունեցողներին, սա մեր ամենօրյա հորդորն է, մեր ամենօրյա խորհուրդն է մեր պացիենտներին, տեսեք, ցանկացած քրոնիկ հիվանդության պարագայում առավել եւս ռևմատոլոգիական, բավական չէ դեղ նշանակելը, հասկանում եք, բավական չէ, բժիշկը նշանակեց դեղ, պացիենտը գնաց։ Այստեղ պետք է հսկողությունը, այդ follow-up-ը, այսինքն այդ դինամիկ հսկողությունը խիստ կարևոր է։ Որը մենք կարծես թե այնքան էլ չենք սիրում, որտեղ անցավ ցավը, լավ է, ամեն ինչ մոռանում ենք, մինչև հաջորդ ցավը։ Մենք վերջերս դե մեր կենտրոնում էջ ենք վարում եւ վերջերս մի այդպիսի փոքր ռոլիկ ենք պատրաստել, որտեղ ես ասում եմ, որ ընկերներ անպայման այն թուղթը, որը մենք տալիս ենք ձեզ, ուշադրություն դարձրեք վերջի 3 նախադասությանը, որտեղ գրված է ինչ անել, ինչքան ժամանակ հետո, ինչպես կապվել բժշկի հետ, ինչպես հերթագրվել կոնսուլտացիայի հաջորդ այցին, երբեմն նույնիսկ вообще ֆանտաստիկ բան է տեղի ունենում, պացիենտները այդ թուղթը, որը բուժման եզրակացությունն է, թողնում են դեղատանը
դեղորայքը վերցնում են, նույնիսկ մոռանում են այդ դեղորայքների անունները, մոռանում են երբ պիտի գան, տենց կիսատ պրատ 1 ամիս խմում են, գալիս են 3 ամիս հետո վատ։ Մենք ասում ենք, բա ուր է ձեր թուղթը, թողել ենք դեղատան։ Ուրեմն այդ թուղթը չենք թողնում դեղը, դա կարևոր թուղթ է, դա ոչ միայն բուժման ցանկ է, այլ դա ձեր, այսպես ասած, ուղեցույցն է։ Ինչպես անել, երբ գնալ, երբ տեսնել բժշկին, ինչպես կապվել, դիցուկ, ինչ անել, օրինակ, քանի որ ես բավականին ծանրաբեռնված եմ աշխատավայրում եւ անընդհատ իրար հետևից հիվանդներ ներարկումներ եւ այլն, լինում է հեռախոսը զանգում է, ես չեմ կարողանում, չեմ հասցնում պատասխանել, ես միշտ թղթի վրա գրված է, որ եթե ես չեմ պատասխանում, գրեք ինձ WhatsApp-ով, հա? Եվ մեկ էլ գալիս է պացիենտը, պետք է գար 1 ամիս հետո, 1 ամիս հետո ինչ որ բան է պատահել, չի կարողացել գալ, կամ լավ է զգացել։ Լավ է զգացել, գալիս է 4 ամիս հետո եւ ասում է ես դե զանգեցի, դուք չպատասխանեցիք։ Ուրեմն դա ոնց որ է բան է, ցուլի առաջ այդ կարմիր բանն է իմ համար, ես սկսում եմ, բայց չէ որ գրված է։ Չէ որ գրված է եւ այլն։ Սա շատ դա ամենամեծ խորհուրդն է։ Լսեք, պետք է բժշկի հետ ընկերություն անել։ Ես նույնիսկ ունեմ պացիենտներ, որտեղ չի ստացվում։ Հա, չի ասում եմ, չի անում ու ոչ թե որտեղ բան է պատահել։ Մարդը պրինցիպիալ չի անում։ Ես այդ դեպքում ասում եմ, արի, ես քեզ գոլեգաներիս տամ կոնտակտներ, քեզ պետք է ռևմատոլոգ, բայց ռևմատոլոգում հետ դու կընկերանաս։ Մեր մոտ չի ստացվում։ Եթե չի ստացվում, չկա վստահություն, դիմացի, ասենք, բժիշկը անտիպաթիա է առաջացնում, դե բոլորս մարդ ենք, չէ՞, ի վերջո, ոչ մի բան չի ստացվելու։ Հասկանում եք, միշտ իմ խորհուրդը, ամենամեծ խորհուրդը, ցանկացած հիվանդության ժամանակ, առաջինը ընկերացեք ձեր հիվանդության հետ, ընկերանալա պետք է լավ ճանաչել, որովհետև բացի պացիենտից քրոնիկ հիվանդությունը ոչ ոք չի ճանաչում, հասկանում եք, ինքդ քո հիվանդությունը։ Ընկերած գթեք բժիշկում դուք հավատում եք, այսինքն այնպես, որ այդ մարդը ինչ ասի, հալած յուղի նման ընդունես, այդ ձևով, հասկանում եք, եւ հետևեք խորհուրդներին, դա շատ կարեւոր է եւ այն պացիենտները, ովքեր որ այդպես անում են, եւ շատ կարեւոր մի բան էլ իհարկե խելամտորեն, բայց տրամադրվում են դրական ձևով։ Այսինքն հավատում են, որ լավ է լինելու ամեն ինչ լավ է լինում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, կարծում եմ եւս մեկ անգամ բարձրաձայնեցինք, որ հոդերին պետք է լսել, պետք չէ ասել դե լավ կանցնի եւ որ ամենակարևորն է պետք է հետեւողական լինել, որ այս պահին եթե օգնեց դեղորայքը անցավ ցավը, չմոռանալ, այլ հետեւողական լինել եւ բուժման ընթացքին եւ follow-up-եր անել եւ ճիշտ ժամանակին հաջորդ անգամ այցելել բժշկին։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք ունենք մի քանի հարցեր, որոնք միշտ տալիս են վերջում։ Մեր բլից հարցերն են։ Եթե ոչ բժիշկ, ապա երգիչ։ Ամենահիշվող դեպքը, որ մինչ այս պահը եղել է ձեր պրակտիկայում, որից տենց շատ տպավորվել եք։ Ոյ, այնքան շատ են նման դեպքերը, բայց երևի ամենահիշվողը կլինի այն մի դեպք չի, մի քանի դեպքեր են, երբ կանայք չեն կարողանում կա այդպիսի հիվանդություն, կոչվում է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, դա մի առանձին թեմա է, մի խնդիր է, որը առաջացնում է կրելախախտ։ Կրկնվող վիժումներ եւ հազվադեպ հիվանդություն է, ռևմատոլոգներն են զբաղվում եւ ինձ համար այսպես ոնց ասեմ մոգական այդ պահը, երբ որ այդ կանայք բազմաթիվ անգամ կորցրած եւ այլն եւ մենք ախտորոշում ենք մանկաբարձ գինեկոլոգի, հեմատոլոգի հետ միասին հսկում ենք եւ այդ այդ կանայք հետո գալիս են իրենց երեխաների հետ։ Դա այնքան հուզիչ է ինձ համար։ Երևի մանկաբարձ գինեկոլոգները չեն հասկանա, որովհետեւ իրենք այդ բերկրանքը ամեն օր են տեսնում, բայց ինձ համար դա մի հրաշք է։ Դա ամենավառ ապացույցն է ձեր արդյունավետ արած աշխատանքի։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի ընթացքում։ Աշխատանքի ընթացքում ամենաշատը ասում եմ ամեն ինչ լավ է լինելու։ Ամենասպասելի ախտորոշման կամ գուցե բուժման մեթոդը, որը երբևէ առաջարկել է պացիենտը։ Այդ այնքան են առաջարկում, ինչ ասես պացիենտները իրենց հոդերին չեն կապում եւ արջի յուղ են գտնում, չգիտեմ որտեղից, էշի կաթ են խմում, ինչ ասես չեն անում հոդերի բուժման համար,
էլ չասած, որ դիմում են տարբեր մասնագետ, այսպես տրադիցիոն բժշկության մասնագետների այդ յախու կապել, սնխչիներ, կոտրել, ճտացնել եւ այլն ինչ ասես անում են։ Ամեն մեկը ինձ շատ զարմացնում է, որովհետեւ 21-րդ դարում այս ինտերնետի ու այդ ամեն ինչի մեջ հասանելիության մեջ, ասենք, տարօրինակ է, որ մարդիկ դիմում են։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեք անմիջապես։ Միանշանակ կգտնեի, կփորձեի անել այնպես, որ ռևմատոլոգիական բորբոքային հիվանդությունները բուժվեին լիարժեք, որ մենք կարողանայինք լիարժեք ապակին խոսք։ Մի մեթոդ կամ սարք, որը կուզենայիք, որ ամեն բժշկական հաստատությունում լիներ։ Ես կասեմ այն ինչ որ ես կուզենայի իմ բժշկական հաստատությունում լիներ, իհարկե ես կուզենայի MRT ունենալ տեղում կողքս շատ լավ կլներ։ Ձեր սիրելի գիրքը եւ ֆիլմը բժշկական թեմայով։ Սիրելի ուրեմն գիրքը, այսպես ասեմ, բժշկական թեմայով երևի ոչ թե բժշկական թեմայով, այլ ես կխոսեմ ավելի շատ բժշկի կողմից գրված գրքեր, առաջինը իհարկե իմ սիրված գրողներից դա Բուլգակովն է, որտեղ մենք տեսնում ենք, թե բժիշկը ինչպես կարող է ուրեմն արտահայտել այդ մեկ եւ Չեխովը բնականաբար իմ սիրված այսպես հեղինակներից են, իսկ ֆիլմերը ես ընդհանրապես կինոման եմ եւ շատ ունեմ սիրված ֆիլմեր բժշկության մասին եւ միշտ խորհուրդ եմ տալիս ուրեմն ով որ չի տեսել նայել սերիալ կարճ սերիալը 2 սեզոն է 8 սերիա կոչվում է անգլերեն կոչվում է The Nick իսկ ռուսական բանում Больница Никербокер եթե չեք տեսել անպայման նայեք ֆանտաստիկ ֆիլմ է Clive Owen-ն է խաղում եւ 20-րդ դարի սկզբի բժշկության զարգացման մասին է 20-րդ դարը ֆանտաստիկ իհարկե զարգացման տեսակետից այդ նոր արարությունների եւ այլն իհարկե այսպես շատ բացահայտումների ենք մենք այսօր շնորհակալ որ մի օր մեկը արթնացավ ինչ որ մի բան նկատեց կամ ինչ որ մի բան արեց, ստեղծեց, զգաց եւ այլն եւ սա եւ հետաքրքիր պատմություն է այդ Նիկերբոկերը ընդհանրապես էլ այդ բժշկի մասին եւ այլն եւ այնտեղ նաեւ զետեղված են հիմնված ռեալ փաստերի վրա տարբեր բացահայտումներ բժշկության մեջ բոլոր իմ ուսանողներին միշտ խորհուրդ եմ տվել նայել շատ լավն է եւ վերջինը ամենաանսովոր բանը որ միշտ ձեզ հետ է ես մեծ սիրահար եմ ականջողերի Եվ ես միաժամանակ գրում եմ շատ ականջողեր եւ նաեւ պացիենտները, հատկապես երիտասարդները շատ հետաքրքրվում են, որովհետեւ մի քիչ բժշկի համար մենք ուրիշ ձև ենք, չէ՞, պատկերացը բժիշկը այբոլիտը մեր այո, ես գիտեք, դեռ այդ սովետիզմը մեզ մոտ կա, անուն հայրանունով եմ բժիշկներին դիմում, չէ՞, ես Վալենտինա Սերգեևնա եւ շատ անգամ պացիենտներ ովքեր գալիս են եւ ինձ նախկինում չեն տեսել, շատ զարմանում եմ, որտեղ իրենց թվում է, որ Վալենտինա Սերգեևնան պիտի մեծ տարիքով ռուս կին լինի, ակնոցներով, այսպես կոսով, սպիտակ մազերով եւ ուրեմն դուրս է գալի ռադիկալ մազերի կտեսաներվածքով եւ բազմաթիվ ուրեմն ականջների պիրսինգով բժշկուի, բայց ես էլ այդպես եմ ուրախանում։ Շատ շնորհակալ եմ այսօր իմ հյուրերին շնորհակալ։ Մեր գործընկեր Թեյանը ձեզ համար պատրաստել է անակնկալ, որը կջերմացնի արդեն մեր ձմեռային երեկոները։ Շնորհակալ եմ շատ։ Անչափ շնորհակալ եմ, անպայման կփորձեմ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Medtime-ի համար նախատեսել էինք այսքանը։